Համաշխարհային բանկի և միջազգային հանրային առողջապահության խմբերի հետազոտության համաձայն ենթասահարային Աֆրիկայի և հարավային Ամերիկայի երկրներում առկա դեղորայքի գրեթե 40%-ը կեղծ է կամ չի բավարարում պահանջներին։ Փորձագետներն ասում են, որ ցածրորակ և պահանջներին չբավարարող դեղորայքը տանում է բուժման հաճախակի ձախողման և նույնիսկ մահացության։ Վաշինգտոնում փորձագետների վերջերս ունեցած հավաքի նպատակը կեղծ դեղորայքի առևտուրը դադարեցնելու միջոցների քննարկումն էր։ Լուիս Շելին Վիրջինիայում Ջորջ Մեյսոն համալսարանի ահաբեկչության, միջազգային հանցագործության և կոռուպցիայի կենտրոնի տնօրենն է։ Մենք ավելի շատ կենտրոնացել ենք թմրանյութերի, քան կեղծ դեղորայքի վրա, ինչը շատ ավելի մարդկանց կարող է վնասել, քան անօրինական թմրադեղի սպառումը։ Շելիի խոսքերով կեղծ դեղորայքի արտադրության և վաշխման հովանավորը միջազգային քրեական կազմակերպություններն են։ Ըստ նրա, միայն համակարգված միջազգային ջանքերով է հնարավոր պայքարել մեծ չափի կազմակերպված հանցագործության դեմ։ Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը, իրավապահ մարմինները, սպառողական կազմակերպությունները, քաղաքացիական հասարակությունը, կարծում եմ, բոլորի դերն էլ կարևոր է։ Կեղծ դեղորայքի, անվտանգության կամ որակի երաշխիքներ չկան։ Միացյալ Նահանգներում դեղորայքի և սննդի անվտանգությունը հսկում է սննդի և դեղորայքի դաշնային վարչությունը։ Վերջերս այն խիստ միջոցներ է ձեռնարկել անօրինական դեղորայք վաճառող ինտերնետային դեղատների նկատմամբ։ Բժշկական չափանիշներ սահմանող Միացյալ Նահանգների ֆարմակոպիա կազմակերպությունից բժիշկ Փեթրիկ Լուկուլեի խոսքերով դեղորայքի մաքրությունը պետք է ապահովել միջազգային նախաձեռնություններով, քանի որ բաղադրիչները մատակարարվում են աշխարհի տարբեր անկյուններից։ Միացյալ Նահանգներում ակտիվ բաղադրիչների 80%-ը գալիս է Հնդկաստանից կամ Չինաստանից, ուստի ամերիկյան կազմակերպությունները խոցելի են։ Հնդկաստանում կա ավելի քան 10,000 արդյունաբերական ընկերություն, և չնայած կարգավորմանն ուղղված ներդրումներին, շատ դժվար է բոլորին հետևել։ Դեղագործության համաշխարհային փորձագետ Անդրեաս Սայթերն ասում է, որ շատ երկրներ պետք է մեծացնեն կարգավորման իրենց հնարավորությունները։ Իսկ առողջապահության համաշխարհային կազմակերպությունից Մայքլ Բեյթսի խոսքերով ոչ միայն հիվանդներն են անտեղյակ կեղծ դեղորայքից, այլև առողջապահության շատ մասնագետներ։ Սա միջազգային բարդ առևտուր է, և դրա մասշտաբի և կարողությունների, ինչպես նաև տնտեսական վնասի վերաբերյալ ավելի շատ տեղեկատվության կարիք կա, որպեսզի կարողանան քաղաքականություն մշակողներին համոզել միջոցներ հատկացնել այս խնդրի լուծմանը։ Փորձագետներն ասում են, որ խնդիրը լուծելու համար համակարգված համաշխարհային ջանքեր են հարկավոր, այդ թվում վերահսկման և կարգավորման ավելի լավ միջոցներ, օրենքի պարտադրման կարողություններ և ստուգման տեխնոլոգիայի մատչելիություն։ Արաքսիվան, Ամերիկայի ձայն, Վաշինգտոնից։